մարդիկ անհամբեր են, ուզում են արագ-արագ դե սիրելիներս, հասկանում եք, որ մեծ քաղաքներում շատ ավելի դժվար է, այնտեղ շատ է, հիմա փոքր համայնքներից են գալիս, բայց իսկապես Էդգար շատ լավ թվեր են շատ տեղերից գալիս, անսպասելի, իսկապես անսպասելի, մի շարք տեղերում հավաքական ընդդիմությունը հաղթում է, բայց ես ձեզ նորից եմ խնդրում ինձ իրական պատկերը հնարավորինս ներկայացեք, հետո չստացվի, որ մենք այստեղ ինչ-որ սխալ բաներ ենք ասում, այսինքն ոչ թե սխալ ենք ասում, այլ ամբողջական կուզենայի, որ ներկայացնենք։ Խնդրեմ, ձեր տպավորությունը, Էդգար մասնակցությունը շատ մեծ էր, մեր մասնագետները վերլուծում էին եւ ասում էին, որ այս տվյալներով 5-6%-ով հավաքական ընդդիմությունը հաղթում է վռնդելու ենք։ 5%-ով։ Այո, խնդրեմ։ Լավ։ Դե ճիշտ եք ասում, այս պահին չգիտես դեռ Երևան բաններ չկա։ Այնպես չի աշխատում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սայթը, ոնց պետք է աշխատեր պետական կառույցը, ասիկ ուղղակի իրանց մոտով չի ելնում հետևել։ Հելի վերադառնալով մեր սիրելի թեմային, ուր են գնում մեր փողերը, մեր հարկերը։ Հետևում ենք հիմնականում մեկ անտի-ֆեյքն է, մի քիչ ուշացումով, բայց անտի-ֆեյքում կան կենթանի ժամանակյա բաներ, վիճակագրություն եւ եւս մեկ օտարերկրյա արևմտյան ֆինանսավորում ունեցող կայքում, անտի-ֆեյքը հայկական ֆինանսավորմամբ։ Դուք ճիշտ եք, այս բային փոքր տեղերում ընդեղ ավելի արագ է հաշվել։ Ես մարդկանց խորհուրդ եմ տալի, որ հա, ասենք անտի-ֆեյքով օրինակ հետևեն, եթե հեյ սայթը չկա, որովհետեւ դե նայեք, որտեղ այդ ձեր ասած փոքր տեղերում, հա, որ ԿՊՆ-ը բանը առաջատարը կոպիտ ասած իրանք ընդեղ գրել են, իրանք հանձնաժողովականներն են, իրանք մարդիկ են, իրանք այդ արդյունքները առաջինն են տալի։ Այնտեղ էլ որտեղ, այսինքն հաղթել հավաքական ընդդիմությունը, մեր ընդդիմադիր լրատվականներում էլ այդ է հայտնվում։ Դրա համար մեզ պետք է մաքսիմալ ամբողջական պատկեր, բայց ես գիտեք մի բան կուզեմ ասել, առաջ չանցնելով, դուք ասիք աննախադեպ արդյունքներ, չէ, անսպասելի ասեցիք։ Այ օրինակ վերցնենք նույն Գեղամավանը։ Չի ասի անսպասելի է, ինքը շատ հաճելի է, աչք շոյող է, բայց այդտեղ, ասենք, Հայաստան դաշինքը, հեղափոխական դաշնակցությունը, անձամբ Իշխան Սաղաթելյանը վստահ եմ ահռելի բան են արել, գործ են արել, դա օդից չի ընկել։ Վերցնենք օրինակ ներքին հանդը։ Չէ, ես ինձ էպիզոդիկ բաներ եմ ասում, ես սա Հայաստանի բանին չեմ տիրապետում։ Վերցնենք ներքին հանդը։ Ցավոք իհարկե այնտեղ կարծեմ հարաբերական առաջատարը քաղաքացիական պայմանագիրներ, բայց օրինակ ներքին հանդում միասնության թևերը ավելի շատ ձայներ է հավաքել, կարծեմ, քան նույնիսկ ուժեղ Հայաստանը, հա։ Ինչից է գալի։ Աշխատել են այդտեղ։ Սյունիք 21 թվից այդ ամեն ինչը Արման Թաթոյանի այցելությունները, ես այս ամեն ինչի համար եմ ուզում ասել, շնորհակալություն։ Ինչ եմ ասում, ասեցի բրծա, որ ինչքան էլ մենք այդպես նեղսրտ ենք, դժգոհ ենք, նոր դուք էլ եք այդ ասում, լսեցի բնակչությունից բան եւ այլն, բայց աշխատանքը արդյունք է տալի։ Հիմա ես ուղղակի դուք էլ եք շատ զուսպ այդ առումով ես էլ եմ նույնի կողմնակից, ոնց որ չեմ ուզում առաջ անցնել, ոչ այս կողմ, ոչ այն կողմ կանխատեսումներ, բայց բաներ կա, որ արդեն կարանք արձանագրենք ու դուրսբերումներ անենք։ Անսպասելի բան չկա, իսկ այնտեղ որտեղ եղել է աշխատանք, այնտեղ արձանագրվել է հաղթանակ, ընդդիմության կամ ժողովրդի հաղթանակն է արձանագրվել։ Եթե կարճ այդքան, իսկ որտեղ չի եղել աշխատանք, արձանագրվել է մեր պարտությունը։ Էտա եւ որոշ բաներ իհարկե ինքն քիչ են, որ ելի եմ ասում, չեմ ուզում ինձ վրա բան վերցնել, կոտայքից ինչ որ արդյունքներ եկան օրինակ եւ վատ չէր, լավ էր, բայց մի 2-3 ընտրատեղամաս էր։ Դե Կոտայք Երևան մատաբար, այսինքն ընդդիմության դիրքերը Երևանից կա հիմա 10.56-ում, ուժեղ Հայաստանը 123, Հայաստան դաշինքը 41, ԿՊ-ն 22, ԲՀԿ-ն 20, Երևանում sense վատ վիճակում է։ Երևանի կենտրոնին դրոպ 18, բոլորին դեմ եմ 31, ուժեղ Հայաստան 269, Հայաստան դաշինք 156, ԿՊ-ն 336։ Կամ ես ձեզ ուղարկեմ չչարչարվեք, դուք ձեր հեռախոսին Նախնական արդյունքները Տավուշի, հա, այս գյուղը ասեցինք, ես մի հատ էլ լավ բան ասեմ։ Լոռու մարզի 25.33 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթում է, Սյունիքի մարզի 34.75 ընտրատեղամասում Հայաստան դաշինքը
Էս ինչ քիչ փոքրիկ գյուղ է, հա, սա։ Հայաստան դաշինք 3, ուժեղ Հայաստան 16, հուզվեցի անգամ։ ԿՊ9 Աստված իմ ձեզ փոքրիկ գյուղեր ունենք։ Ես մի բան էլ էի ուզում կարևոր ասել, հա, դա տենց տխրեցնող բաներ կան շուտով։ Իհարկե, սա ամենատխուր բանն է։ ԿՊ-ն ամեն ինչ արել է, որ անկախ ընտրությունների արդյունքից այդ գյուղերը ավելի փոքրանան, լավ, դե թեմայից չշեղվենք, դպրոցների փակում բան։ Այսօր օրինակ Հայաստան դաշինքի, չգիտեմ ինչքանով եք հասցել անդրադառնալ, Հայաստան դաշինքի հասուլիս եղավ։ Դե սա արևմտյան ֆինանսավորման բան իրական աշխատող ԶԼՄ-ը է, բայց ամեն դեպքում վերցնում են պաշտոնական արդյունքները, այս բային 65 ընտրատեղամասի հավաքում են հիմա ոնց որ ինչ կա դա, բայց ես ուզում եի մի լավ բան ասել, չգիտեմ լուսաբանել եք թե չէ, ժամը 5-ին էր կարծեմ Հայաստան դաշինքի ասուլիսներ ու պատրաստվածությունը եւ ասելիքների շեշտադրումը բավական տպավորիչ էինք, հիշեք օրինակ 21 թվականին մենք անսպառ անգամներ խոսել ենք սրա մասին, ամբողջությամբ ընդդիմությունը անպատրաստ էր նրան ինչ եղավ այդ արդյունքներին եւ դասեր են քաղել, հա, անցան գործի։ Իհարկե ճշմարտության առաջ չմեղանչելու համար նաեւ ասենք, որ համանդրական դատարան բաներ այն ժամանակ մուտք եղան վիճարկումներ բաներ հիմա ուժ ժամել այս իրավական ճիշտ տերմինը չեմ հիշի, բայց դե ֆակտո քաղաքական գետնի վրա ընդդիմությունը այդ ընտրությունների արդյունքները ընդունեց։ Հիմա օրինակ այսօր ճիշտ շեշտադրումներ եղան, եթե sense փորձեմ կենցաղային լեզվի վերացել, որ ուշել ժամը շատ չձանձրացնենք դիտողներին, մարդիկ կարճ ասեցին, որ շատ կոպիտ ասած, եթե հաղթի ընդդիմությունը դա ճիշտ է, դա է իսկական ժողովրդական կամարտայությունը, իսկ եթե այս կամ այն կերպ բան եղավ, հակառակ արդյունք գրանցվեց, ուրեմն դա կեղծված է, այլ տարբերակ չկա, SSSS պատճառներով։ Մարդիկ ֆիքսում են, մարդիկ աշխատում են, կեղծիքները, զեղծարարությունները եւ այլն։ Սա քաղաքականապես ճիշտ բան էր, որովհետեւ հիմա ես խոստացա այստեղ քանի հաշվարկ ընթանում է ոչ ավելորդ լավատեսական, ոչ էլ անիմաստ։ Բայց ուզենայի վերլուծել իշխարելմտամետ, այսինքն արդեն ուզում են ինչ-որ բան կեղծել։ Չէ, դե իրանք ԿՀ-ի թվերը պրոստը ավելի արագ են անում, էլի։ ԿՀ-ի թվերը վերցնում են, դնում են։ Այսինքն ԿՀ-ի թվերով իրանք հաղթում են։ Դե չէ, եկեք տենց բան չասենք, 2005 ընտրատեղամաս կա Հայաստանում, էսի 65-ն է դեռ վերլուծած։ Էսի միջև լուսաբաց գնալու է։ Մինչև հետո ամեն մի քվեաթերթիկի համար չեք տեսեք կենաց մա պայքարը միտեղ օրինակ քվեաթերթիկը ծալած է սենց երկու տակ ծալած է եթե ընդդիմադիրը ասում են չէ ես վավեր չի եթե ասենք բանա իշխանականա ասում են վավեր է Երևանում տեղեր կա որ քաղաքացիական պայմանագիրը փաստորեն հաղթում է 346 ուժեղ Հայաստան 133 Հայաստան դաշինք չկա այստեղ չնայած Հայաստան դաշինքի թիվը չհասկացա ինչի չկա դե հետո գիտեք տվյալներ եկան եկեք եթե վերլուծենք այն ինչը որ հնարավոր է էլի որակական վերլուծություն անենք օրինակ այդ մանր գյուղեր որ ասում ենք լավ մանր չասենք հիմա գյուղ կա 400 ընտրող կար որտեղ որ արդյունքները արագ եղան նկատեցիք օրինակ ուժեղ Հայաստան դաշինք համարյա հավասար թվեր էին, իսկ տեղեր էլ կար, որ Հայաստան դաշինքը առաջ էր։ Ես խոսում եմ ամենաառաջի արդյունքների մասին։ Դե գիտեք, անկախ ընտրությունների արդյունքներից եւ լավ եւ վատ, սա էլ պետքա ֆիքսել, որ ոնց ասեմ, չեմ ուզում ասեմ, այդպես չպետք է լիներ, մի քիչ կոռեկտ էլ չի լինի իմ կողմից, բայց այն ռեսուրսը, այն ակնկալիքը, այն ջանքերը եւ այն մեկնարկային ավելի բարենպաստ պայմանները, որ ուժեղ Հայաստանը ուներ, մի քիչ ոնց որ Այն դասատուները որ երեխեքին ասում են, չէ, ես քեզնից ավելին էի սպասում։ Պետք է մի քիչ ավելին լիներ։ Որովհետև Հայաստան դաշինքը լավ գիտենք, իդեմս ղեկավարի ունի հստակ հավանողների բանակ, ցավոք սրտի ու նաև անտիրեյտինգ։ Եվ ասենք այդ պայմաններում, եթե լիքը տեղեր կային, որ հավասար էին կամ բան էին, այստեղ հարց առաջանում ինչքանով է արդյունավետ օրինակ ուժեղ Հայաստանը աշխատել էլի։ Սա էլ եմ ասում, ընտրությունների լավ արդյունքի դեպքում էլ պետք է ֆիքսենք։ Ասենք ընդդիմությունը, այսինքն առաջի տեղում բարձր ուժեղ Հայաստանը ընդդիմության մեջ հաղթեց, միևնույն է, սա պետք է ֆիքսվի։ Մենք հիմա քաղում ենք անցած ընտրություններից, նախ անցած եւ այլն, այդպես տարիներ շարունակ չքաղած դասերի հետևանքները։ Դրա համար
սա էլ կուզեմ բան անել, ֆիքսել։ Հատկապես եթե լավ արդյունքով ընտրությունները ավարտվեցին, ոչ մեկի չի հիշելու սրա մասին։ Բայց ես կուզեմ ասվի, թող պատմության համար մնա, որտեղ էֆեկտիվությունը շատ կարևոր է։ Հայաստան դաշինքը աշխատեց բավականին էֆեկտիվ նախընտրական կառավարության ժամանակ։ Իրենք ունեին շատ փոքր մանևրելու տեղ, այդ ռեյտինգ, անտի-ռեյտինգ գրեթե հավասարությունը հայլայն հաշվի առնելով շատ փոքր տեղ կար, այդտեղ որ նոր ձայներ բերելու, բայց արեցին առավելագույնը։ Ի պատիվ Դաշնակցության, ի պատիվ Քոչարյանի, իրանց սաղ թիմի, մյուս կուսակցության առաջի մալադեց այդ մարդկանց։ Էլ եմ ասում, սա էլ եւ լավ արդյունքի դեպքում եւ վատ արդյունքի դեպքում, դե հա, սա ասենք Հազարշահի ժամանակ այդքան կոռեկտորներ ասելը։ Հիմա որ ես իմ միզենի տերն եմ, բայց հիմա արդեն post-factum կուզեմ ասել։ Չկա նոր ամփոփում։ Կա, հիմա թոթոլ էլի, բայց կա, հիմա կներկայացնեմ եւ շատ ուրախալի, բայց այնտեղ որ ասում եք ամփոփ 60% մի տեսակ բանի մեջ ընկա Էդգար, բայց Արաբկիր, խնդրում եմ, ու շատ Պարոն Սուրենյանցն էլ։ Բավական մենք էլ տեղել ենք։ Հա, ուրախ ես Արաբկիրի համար։ Մի հատ տեսնե։ Ջիլ, տեսել եք ջիլում բը։ Իսկ ինչու ոչ Արաբկիրի համար։ Պիտի ավելին էիք սպասում։ Չէ, հասկացանք, ԿՊ 408 Հայաստան դաշինք 159, մեկն էլ իմ ձայնն է։ 413 է, հենց ձերը 413։ Չէ, Արաբկիր 4, չէ, ուղղակի ասում եմ, էլի Արաբկիրում մի ձայն էլ իմն է Հայաստան դաշինքի։ ԲՀԿ 11 ուժեղ Հայաստան 303 կեցեք միասնության թվեր 45 միասին հաղթում են, բայց պիտի ավելի շատ թվերով։ Բաղանիս։ Դա քիրա ինչ է տխուր, հա։ Այո։ Սահմանամերձ հանձնվող գյուղ։ Ինձ հետաքրիր է ձեր մեկնաբանությունը, որովհետև պարոն Բոզոյանն ասում էր, ինչ եք ուզում այդ մարդկանցից, իրենք այդպես անպաշտպան վիճակում են, իրենք ուզում են աջակցություն պետության կողմից, իշխանության եւ դրա համար այսպես են իրենց պահում, եւ նաեւ համայնքապետերի ճնշումը, գիտեք, որ իրենց հսկողության տակ են բերել ընտրության տարեր, բայց ուժեղ Հայաստանը 72, Հայաստան դաշինքը 20, ԿՊ-ն 300, Երևան 10, դրոպ 56, ուժեղ Հայաստան 123, Հայաստան դաշինք 41, քաղաքացիական պայմանագիր 22, տխուր վիճակում է այստեղ ԿՊ-ն, Շիրակի մարզ 30 դրոպ 26, ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթում է Աչափնյակ, Երևան 6 դրոպ 07, հիշում ենք, որ այստեղից ձերբակալություններ եղան, ԿՊ 521, ուժեղ Հայաստան 223, Հայաստան դաշինք 81, ԲՀԿ 18, միասնության թվեր 24, նախնական արդյունքներով, ուրեմն Գեղարքունիքի Ռուզանան էլ միացավ Ջիլ բնակավայրից, ԿՊ-ն 58, ուժեղ Հայաստան 82, Հայաստան 65, ԲՀԿ 107, շատ լավ թիվ։ Գեղարքունիքի հետ կապված լավ է, Ռուզանա, այս Գեղարքունիքի հետ կապված մտած ինչ ես ասելու, լավ պատկեր է։ Դե ինչ ասեմ, Մասիսը ինչ անում, ես չգիտեմ։ Մերոնք Մասիսը ասենց ես ոգևորությունից չգիտեմ, ասում եմ քաղաքին Մասիս համայն, Կարևաբույր, բնակավայր, հերթով այցելելու եմ։ Ուժեղ Հայաստան 330, այո, 333, քաղաքացիական պայմանագիր 281, Հայաստան դաշինք 33, հաղթում են այդտեղ ձորական բնակավայրը ներկայացրել ուժեղ Հայաստան 300, ինչով է պայմանագիր 327, Հայաստան դաշինք 50, քաղաքացիական պայմանագիր 70, կարողա որ Պետխավան գաղթականներ են բանից, Պետխավան ԿՊ-ն 204, ուժեղ Հայաստանը այստեղ հաղթել է, Հայաստան դաշինքը 28, իսկ ուժեղ Հայաստանը 225, Լոռու մարզի ես ասեցի 25, դրոպ 33 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթել է։ Խնդրեմ։ Բաղանիսի ներքին հանդիմանացած տեղի հետ կապված, հա, ես նախորդ բանախոսի ասածից առանձնապես բովանդակային առումով տարբերվող նոր բան չեմ ասի, որտեղ խոցելի է, այնտեղ ռեպրեսիվ մեքենան ավելի արդյունավետ է աշխատում, ցավոք սրտի, դա ոչ թե պարադոքս է, այլ օրինաչափություն է, եւ դե գիտեք, Բաղանիսը, այսինքն այսպես կոչված նախկին անկլավներ, իբր բան եւ այլն այդ հատվածներին բավականին մոտ է, կարելի ասել սահմանի վրա է, բայց ելի եմ ասում 21 թվականից էլ մենք այս օրինաչափությունը նկատում ենք, հետո դուք գիտեք իմ սկզբունքային մոտեցումը ժողովրդին չմեղադրելու է։ Կեցե Գյումրին, հաղթում է հավաքական ընդդիմությունը 31 դրոպ 44-ում, 31 դրոպ 46-ում, արտանիշում, հա։ Այդ Վարդան Ղուկասյանի բանն է կարծեմ, հայրենի թաղամասը։
Մայիսյանում ԿՊ-ն հաղթում է 458, ուժեղ Հայաստանը 139, Հայաստան դաշինքը 36, վատ վիճակ է։ Երևան 06-20 ընտրատեղամասում ուժեղ Հայաստան 219, ԲՀԿ-ինը Հայաստան դաշինք 96 հաղթում է, չէ։ Այս Երևանի թվերը ամեն դեպքում բան են, էլի մտահոգիչ են, ու էլ եմ ասում, սրանք էլ անկախ լավ եւ վատ արդյունքներից են, մեկը մտահոգիչ են, որտեվ հա, որովհետեւ խնդրեմ ձեր։ Չէ, բացատրություններ իհարկե կան, հիմա այս նեղմաջալին չգիտեմ ինչքանով են կարևոր, բայց Երևան կոտայք իրանք բան են ամենա ոնց որ ընդդիմադիր բաներն են էլի ես չեմ ասում դի 0 ձենել լավ կլներ 0 ձենել բայց հերիք չի 0 չի մի հատ էլ նենց լավ բան է էլի թոթոլա տխուրա սրանից էլ մեկա դասեր պետքա քաղել էլի եմ ասում անկախ արդյունքներից հա կա դե այդ իրա այսպես կոչված բաները բարեփոխումները բոլորը ճակերտներում առողջություն թոշակ, հետո այդ խաղաղության թեմաները, եվրոպական թեմաները, ինքն էս բաները ընտրել, որ լավ, օրինակ կարող է նույն բաղանիցու վրա ազդում է ճակերտավոր խաղաղության քարոզը, մարդը մտածում է լավ, վերջապես գոնե խաղաղություն կլինի, Երևանցու վրա ազդում է, որ Եվրոպա են գնում։ Այսինքն բնակչության բոլոր սեգմենտների, հա, մի քիչ դժվար եմ ուղղակի խոսում ուժամ է ու հələ գիտեմ որ գիշերն է դեմն է։ Ես 3 ժամ է արդեն եթերում եմ այդ գար։ Հա, պատկերացնում եմ։ Բնակչության բոլոր սեգմենտների համար ինչ որ բաներ կան։ Մեր ընդդիմությունը փորձեց եւ ուժեղ Հայաստանը եւ հատկապես Հայաստան դաշինքը էլի այդպես գրավիչ լինել մաքսիմալ բոլորի համար, գյուղացուց մինչև քաղաքացի, սեռատարիքային, բան եւ այլն։ Առավելագույնը արվեց։ Հիմա ավելի բարդ բանն է գալիս, որ այս թվերը իրանք մեզնից առաջ են տեսնում, իրանք ասելով նկատի ունեմ իշխանությանը։ Մեզնից առաջ են ստանում, մեզնից առաջ են տեսնում, ես էլ եմ ասում, սպայն զերծ կմնամ 65-70 ընտրատեղամաս ընդհանուր 2005-ից դրանց արդյունքների հիմա ինչ-որ բան պնդելու, բայց իրանք ավելի շուտ են տեսնում և վստահաբար հակաքայլեր, եթե իրապես ի վնաս իրանց ամեն ինչ գնում, հակաքայլեր հաստատ մտածում են։ Ես մի բան կուզեմ ասել, երևի դա այսօր կլինի իմ ասելիքներից ամենաբովանդակայինը, այս տեմպի եւ ժանրի համար ոնց որ ես այդքան էլ հարմար բանախոս չէի, բայց մի շատ հարմար բանախոս եք, ուղղակի ես Երևանի թվերը հանկարծ շատ մտահոգիչ չլինեն, որտեղ Երևանից սպասելիքները շատ ավելի մեծ են։ Գիտեք, նայեք, էլի չեմ ուզում ինչ-որ բան անել, բայց փոքր քաղաքներին էլ պետք է էլի լուրջ սպասենք, ասենք աբարանա, մաբարանա, Չարենցավան, լավ, ինչ է ուզում ասեի։ Հա, ցանկացած դեպքում այս ընտրությունները բովանդակային առումով արդար չեն կազմակերպվել եւ արդար չեն անցկացվել։ Մենք մի ժամ խոսել ենք թե ինչ զարժուրելի խախտումներ Երևի 2 ժամ միայն դրա մասին ենք խոսել։ Չէ, մենակ այդ խախտումը չէ, մոռացեք այսօրը։ Հաշվեք ժամը 8-ից մինչև ժամը 8-ը ամեն ինչ գլատկի է եղել։ Չէ, կարող եմ հիշել 2000 մարդիկ են բռնվել։ Չէ, ընդհանրապես հիշենք այս իշխանությունների տերորը 2018 թվականից, որ մի ժամ չի կանգնել, ել չեմ ասում թե ինչ սրության եւ ինչ գագաթի ասել, հատկապես այս վերջին 20 օրերի ընթացքում եւ հատկապես այս վերջին ատել մարդը վերջին քարոզարշարժը ասում է վենդետա է մանել վրացու բանը տեսակ հիբրիդային պատերազմ չէ, ասեցի այդ հասին, ով է տեսել այսպիսի բան, ժամ ու կես Եմեի դեսպանին տեսել եք, չէ՞։ Հայտարարություն, չէ, սա կոնկրետ սա հիբրիդային պատերազմ չէ, այսպես բան տեսքով, ուրեմն դեռ չեն սկսել, նոր սկսել են հաշվարկներ անել։ Հələ մի քանի տեղեր զինվորականներին մտցրել են 20:00-ից հետո ժամը կեսօր քվեարկում են։ Այսպիսի աննախադեպ բան չի եղել։ Տեղամասում մտե ջարդում են մարդուն, քաշքշում են, թույլ չեն տալի։ Առավոտյան ժամը 5-ից հավաքում են ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստանի, ուրեմն այդ բոլորին հավաքում տանում են շտաբի պետերին, վստահված անձանց, չգիտեմ ինչ են անում։ Այս մարդը արդեն այստեղ բան շնորհավորում է, թե ինչ է տեղի ունենում, այնպես որ խոսել ենք դրա մասին, բայց պիտի անվերջ խոսել, որ մի բան է, որ իրանք արդար չեն։ Ի վերջո սրանք ինչ ընտրություններ են։ Ասենց նայենք դե յուրե։ Դե յուրե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ են, որտեղ հայ ժողովուրդը պետք է գնա իր կամարտայությունը, չէ՞ հայտնի։ Բնականաբար հայ ժողովուրդը ունի կամարտայություն նաև արտաքին քաղաքականության մասին,
չէ՞, մեկը մի երկրի հետ է ուզում Հայաստանը լավ լինի, մեկը մյուս, էական չի։ Բայց ընտրությունները իրանք ամբողջությամբ իշխանության կողմից վերածվեցին Ռուսաստան, Չռուսաստան, Ռուսաստան արևմուտք հակամարտության։ Սա միգուցե ասեն շատ խորն եմ գնում, բայց սա էլ է նշանակում, որ ախպեր դու Հայաստանի ընտրությունները վերածում ես որպես ուղղակի միջոց, Ռուսաստան բան արճակատում, դա էլ ինչ Հայաստանի ընտրություն։ Սենց բան անենք, էլի խորը նայենք, ինչքան լսեցինք Ռուսաստան, Բելարուս, ալեքներս գնաց արդեն։ Պլյուս հələ եթե հակառակ կողմը չլներ, ասենք եվրոպացիք, ամերիկացիք, թուրքերը, вообще ներգրաված չլնեին, ասենք դե լավ, հիմա հնար կա անում։ Բայց նրանք էլ հակառակը, նրանք էլ լավ է ներգրաված էին, կոպիտած որպես կենթանի ապացույց, որ հա, էլի, այս ձեր ընտրությունները ձեր մասին չեն։ Դե կներեք, եթե մեր ընտրությունները մեր մասին չեն, այդտեղ էլ ուրեմն լուրջ բովանդակային բան կա։ Պրոբլեմ կա, մի բա պատկերացեք Սերժ Սարգսյանը 17 թվին ասեր Ժորժ ջան, այս ապրիլի 2-ի ընտրությունները մեր մասին չի։ Բանի է, պետք է դուք գաք վստահության քվետակ, որ ես ճիշտ եմ արել, որ 4 տարի առաջ Մաքսային միություն ու ԵԱՏՄ մտնելու որոշում եմ կայացրել։ Բա մեզ պետք է ասենք Եվրոպան, մի բա պատկերացրեք, էլի։ Չէին կայնի այս նույն այսօրվա իշխանավորները, սորոսականները ասեին դու բան ես անում, գուբերնիայի ներքին ընտրության ես վերածել ինքնիշխան երկրի ընտրությունները, բայց իրանք վերածել են վիլայեթի ներքին ընտրության։ Սա անպայման է պետք ֆիքսել, ես էլի եմ ասում, ինձ ներկայացրել են, ես չեմ հասցրել հետևել Հայաստան Դաշինքի հետ պատճեպ ասուլիսի մասին այսօր, բայց այնտեղ էլ չշտադրումները կային, որ եթե արձանագրվում է դե յուրե թղթի վրա իշխանության կողմից իշխանության հաղթանակն արձանագրում թղթի վրա, մենք գործ ունենք կեղծիքի հետ, պետքա ամեն ձևով փորձենք տեր կանգնել ժողովրդի բանին, ժողովրդի քվեին, ժողովրդի հաղթանակին։ Ինչով արդեն ամփոփենք եւ մեր մյուս հյուրին հրավիրենք, եթե ամփոփենք ինչ շահեկան բաներով ըստ իրենց եկավ ԿՊ-ն եւ որտեղ էր որ շահեց եւ ծախող, ինչի շահեց հավաքեց, եւ նաեւ ընդդիմությունը։ Նայեք, իրանք արդեն հիմա ավարտվել է, կարող ենք հա, իրանք ձեն են հավաքել էլի եմ ասում, թոշակի, խաղաղության, այդ առողջություն, Եվրոպա, հա, այդ թեմաներով իսկ տանուլ են ազգային հարցը։ Կեշեք, չէ՞ ես ազգային հարցը թե անվտանգության հարցը այնուամենայնիվ ժողովրդին հասավ, որ իրենց մնալը արդեն ավարտվել սաղանցել գնացել է։ Օրինակ մենք մեր հայկական նախագծի սոցիոլոգիական հարցման ժամանակ, երբ որ մարդկանց ասում էին գնահատեք կառավարությունը կամ գնահատեք, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել Հայաստանի ղեկավար, դրական թե բացասական, ինչ որ թիվ էին ասում եւ հետո ասում էինք ինչու, հետո մենք հավաքել ենք այդ ինչուները, կոպիտ ասած, խի են սիրում, այս ձեր հարցի պատասխանն է, էլի, խի այո, խի ոչ։ Եվ այդ ոչի մեջ առաջի տեղը զբաղեցնում էր ընդհանուր անվստահությունը, որ մարդ չէր կարող պատճառ ասի։ Ասում եմ, չեմ սիրում իրանց, զզվում եմ, դե չենք կարող ասենք խի։ Ինչ որ հավաքական պատասխաններ տալի։ Երկրորդ տեղում արդեն ազգային հարցի ձախողումներն էին։ Ղարաբ Արցախը հանձնես գնաց, թուրքերին բերում ա լցնում աստեղ, ես դες ասեմ համարյա հավասար էին իդեպ Արցախը, թուրքերը, հետո դե արդեն Մասիսարը, մեր ինքնությունը, եկեղեցին եւ այլն։ Այնուամենայնիվ Արցախի եւ այնուամենայնիվ ազգային հարցում էր, որ Նիկոլը անվտանգային որ դուք ասում եք այդ իմաստով, ոչ թե ասում էին բանակում, չգիտեմ, մայկեքը կլուբնիկը վատա, դե դա էլ անվտանգություն չէ, մարդիկ այդ չէին առաջ տեղում նշում էին էլի եմ ասում Արցախ, մեկ է որ Հայաստանը թուրքանոց է դարձնում։ Դե գիտեք, սա առանց սոցհարցման էլ իրականում երևում էր բանից, երբ որ ԿՊ-ն սկսեց ձայներ է ստանում ԿՊ-ն։ Երբ որ ԿՊ-ն սկսեց հակահարձակման անցնել, չէ, հերքել, որ չէ, ինչ թուրք բերել, ով որ ասում է 300,000 թուրքա գալու էնի թուրքի գործակալ է եւ այլն, իրանք հասկացան, որ դա ազդում է մարդկանց վրա։ Չի կարա չազդի։ Չի կարա չազդի, հրաժարվեցի 300,000 ընդհանրից հրաժարվեցի, որ ադրբեջանցի, չէ, ոչ թե հրաժարվեցին, ասեցի, որ չի լինելու։ Ինչ հրաժարվել, որ գան բերելու են։ Էլի եմ ասում, նախ իրանք ասեն ադրբեջանցի չի, հայաստանցի է։ Հա, հայաստանցի չի։ Շատ լավ, հույսով հայաստանցի մենակ հայն է։ Դա էլ կա։ Աստվածտայի արկե դրան չհասնենք, բայց այդ է։ Եթե հաղթենք մեզ, մասնագետները նաև ասում են, այս մասնակցությունը խոսում են դրա մասին, որ հաղթում ենք 5-6%-ով առաջ են անցնելու միասնական ընդդիմությունը, թեպետ Երևանում հիմա թվերը կներկայացնեմ, ոնց որ
ԿՊ-ն այնուամենայնիվ կարողացել է ձայն հավաքել, ճիշտ է Էդգարը ասում, այո, այդ են հովերն ա, որ իբրև թե Եվրոպա բան, այդ են քաղքենի բան մասավ է։ Ուրիշ հովեր էլ կա, որ ասում է լավ դե հիմա կոպիտ ասած եղած, ինքը ինչ մեղավոր է, հիմա անդադ անկայունություն լինի, թող ինքը շարունակի։ Հովեր շատ կան, բայց ուզում ասեմ, որ ինքը կարողացել է էլի անկախ արդյունքից բոլորին ինչ-որ մի բան առաջարկել։ Ցանկացած պարագայում, ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում պետք է սրանից 10 բան անել, քաղել։ Այդ էի ասում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես ներկայացնեմ թվերը եւ խնդրեմ, երևի Անին մեզ միանա, հետո ես որ մի փոքր հանգստանամ, Անին ու Ռուզանան գտնեն միասին եթերում, ես մի փոքր, այո, հիմա ներկայացնեմ թվերը, շնորհակալ եմ Էդգար Էլբակյանին, ինչպես միշտ շատ հետաքրքիր վերլուծություններ, հույս ունեմ, որ վաղը հաղթանակ ենք տոնում Էդգար։ Ես գնացել եմ Էդգարը լռում էի տարբերություն մեր նախորդ հյուրերի Անին պիտի խնդրեք միանա, մինչ այդ հիմա ընթացքում ես ներկայացնեմ, ուրեմն Շիրակ 33/29 ընտրատեղամաս, Հայաստան դաշինք 37, Ուժեղ Հայաստան 123, ԲՀԿ 5, ՔՊ 145, կեցեն միասնական ընդդիմություն, այստեղ հաղթում եք։